Եկեք խոսենք տղամարդկային հարցերի մասին։ Որոշ ժամանակ առաջ մենք տեսել էինք մի հետազոտություն այս թեմայով։ Մի հետազոտություն, որտեղ կանանց հարցնում էին. Ինչ եք կարծում։ Ինչ են անում այսօրվա տղամարդիկ, ժամանակակից տղամարդիկ, որն այնքան էլ տղամարդուն վայել բան չէ։ Ինչ եք կարծում դուք։ Եվ ես շատ հետաքրքրված էի այս թեմայով։ Ես կրկնեցի այդ հարցումը իմ սոցիալական ցանցերում, և պատասխանները շատ չփոխվեցին, թեև մի քանի տարի էր անցել այն նախնական հետազոտությունից։ Ցանկանում եք տեսնել պատասխաններից մի քանիսը։ Այսպիսով, ես ձեզ ցույց կտամ մի ցուցակ։ Գնացինք. երեխաներ ունենալ և պատասխանատվություն չստանձնել, քիփ տաբատներ հագնել կամ կարճացված տաբատներ հագնել, առանց շապիկի լուսանկարներ տեղադրել, տիկ-տոկում պարել, ոտքերը էպիլյացիա անել, կանացի խոնավեցնող քսուկներ օգտագործել։ Սա շարունակվում է, կանգ առնեմ, թե շարունակեմ, սա չի դադարում։ Վիդեոխաղերի մեջ ապրել, աղջկա պես խոսել, նախաձեռնող չլինել, ռեստորանում հաշիվը կիսել, սոցիալական ցանցերում մարմինը ցուցադրել, եղունգները ներկել, հոնքերի դիզայն անել, երեխայի պես պահել, շատ սենտիմենտալ լինել, սպասել, որ կինը կստանձնի առաջնորդությունը, ծնողներից կախված լինել, ցանկանալ, որ իրեն նվաճեն, բազմոցին պառկած մնալ, մորը կապված լինել, անորոշ լինել, հիմար լինել, դիմահարդարում անել։ Ես սրան չէի հավատում։ Արդյոք կան մարդիկ, կան տղամարդիկ, որոնք այսօր դիմահարդարվում են։ Այո, ամենալուրջ կետերից մեկը սա է՝ պոռնոգրաֆիա դիտելը, որովհետև պոռնոգրաֆիան ունի այս համբավը, թե իբր դա տղամարդկային բան է։ Բոլորն էլ անում են դա, ամեն տղամարդ անում է դա։ Որոշ կանայք ասում են՝ ավելի լավ է տանն անի, գոնե դրսում հիմարություններով չի զբաղվի։ Այսինքն, սա անընդունելի ընդունումն է, չարյաց փոքրագույնն ընտրելը։ Բայց արդյոք դա իրոք փոքրագույնն է, և արդյոք դա տղամարդկային բան է, որովհետև եթե դուք համարում եք, որ պոռնոգրաֆիան տղամարդու գործ է, ուրեմն ես տղամարդ չեմ։ Ես տղամարդ չեմ, որովհետև ես պոռնոգրաֆիա չեմ դիտում։ Պարզ է, որ ամեն տղամարդ և նույնիսկ շատ կանայք այսօր դժբախտաբար հետաքրքրությունից դրդված սիրտը հետաքրքրասեր է, ուզում է տեսնել, բոլորն ուզում են, կամ մեծամասնությունը, ունենում ենք այդ հակություն տեսնելու, իմանալու, թե դա ինչպես է, և այս հետաքրքրասիրության ամենամեծ զոհը, ցավոք, երեխաներն են։ Երեխաները ավելի ու ավելի վաղ տարիքից սկսում են մուտք գործել պոռնոգրաֆիայի աշխարհ։ Բայց սա իրականում տղամարդկային բան չէ, բառիս բուն իմաստով։ Որովհետև եթե դա տղամարդկային բան լիներ, ուրեմն Հիսուսը տղամարդ չէր, որովհետև Հիսուսը տվեց մի կանոն, շատ խիստ խոսք սրա վերաբերյալ։ Նա ասաց. «Իսկ ես ձեզ ասում եմ, որ ամեն ոք, ով կնոջը նայում է, նրան ցանկանալու համար, արդեն իր սրտում շնացավ նրա հետ։ Ցանկացած ֆիզիկական շնություն նախ տեղի է ունենում սրտում։ Այն սկսում է աչքերից, զարգանում սրտում և հետո գնում է անկողին, անցնում ֆիզիկականին։ Ինչ էր նա փորձում բացատրել։ Այն, որ տղամարդը իսկական տղամարդ լինելու համար պետք է ճանաչի իր սահմանները, իր հակումները, և ճանաչելով, թե որոնք են իր հակումները, իր ցանկությունները, որոնք հաճախ շրջվում են իր դեմ, նա պետք է օգտագործի իր իսկ բարօրության համար արգելակը։ Նա պետք է կանգ առնի, պետք է արգելակի, պետք է ասի. «Այստեղից այն կողմ ես չեմ անցնում»։ Մենք բոլորս պետք է սովորենք օգտագործել արգելակը, ինչպես երբ սովորում եք մեքենա վարել։ Հիմնական ուսումներից մեկը, երբ վարորդական իրավունք եք ստանում, արգելակից օգտվելն իմանալն է։ Ձեռքի արգելակը, երբ վարում եք, մեքենան շարժվում է։ Դուք պետք է իմանաք ինչպես օգտագործել արգելակը։ Հիշում եմ, որ պատմության մեջ մեծագույն վարորդներից մեկը՝ Այրտոն Սենան, մի անգամ ասել է, որ մրցարշավի գաղտնիքը գազի ոտնակը սեղմելը չէ,
Ցանկացած վարորդ գիտի ինչպես արագացնել։ Գաղտնիքը արգելակը ճիշտ ժամանակին օգտագործելն իմանալն է։ Այդպես է նա ասել։ Եվ կյանքում նույնն է։ Դուք պետք է իմանաք ինչպես օգտագործել արգելակը ճիշտ պահին։ Դուք պետք է իմանաք մի ճշմարտություն ձեր ցանկությունների մասին, մարդկային ցանկությունների մասին։ Բոլոր մարդկային ցանկությունները, նույնիսկ նրանք, որոնք բարի են, եթե դուք դրանք ազատ թողնեք, եթե տեղ տաք ձեր բոլոր ցանկություններին, որpիսի դրանք դառնան սանձարձակ ցանկություններ, դրանք ի վերջո կկործանեն ձեզ։ Իսկ երբ խոսում ենք պոռնոգրաֆիայի մասին, սեռական ցանկության մասին, որի մասին Հիսուսն էր խոսում, նկատեք, սրա վերաբերյալ կան մի շարք հետազոտություններ։ Այսօր տղամարդկանց մոտ իմպոտենցիայի ամենամեծ պատճառը տղամարդկային անկարողության, բժշկական տերմիններով էրեկտիլ դիսֆունկցիայի, երբ տղամարդը չի կարողանում էրեկցիա ունենալ, չի կարողանում սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ, այսօրվա ամենամեծ պատճառը պոռնոգրաֆիան է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոռնոգրաֆիան որևէ օգուտ չունի։ Ընդհակառակը, այն կախվածություն է առաջացնում, ստեղծում է կապվածություն, ինչպես թմրանյութը։ Ցանկացած թմրանյութ, որի դեպքում պետք է ավելի ուժեղ չափաբաժին, նույն էֆեկտը ստանալու համար։ Եվ այս կախվածությունը արհեստականից, վիրտուալից տղամարդուն դարձնում է անընդունակ, զգալու իր կողքի իրական կնոջ գրավչությունը։ Կան ամուսիններ, որոնց ամուսնությունները սառն են։ Ամուսնություններ, որտեղ չկա մտերմություն, որովհետև նա կարող է միայն գրգռվել, եթե պոռնոգրաֆիա է դիտում։ Նա չի գրգռվում իր կողքի կնոջից։ Պոռնոգրաֆիան քանդում է ամուսնությունները։ Պոռնոգրաֆիան ստիպում է, որ շատ երիտասարդներ մեծանան ամբողջությամբ աղավաղված պատկերացումով այն մասին, թե ինչ է ամուսնական ակտը։ Այն ստիպում է, որ տղամարդը և կինը միաժամանակ երկուսն էլ ընկալվեն որպես հաճույքի սոսկ առարկաներ։ Սա որևէ կապ չունի այն ամենի հետ, ինչ Աստված ստեղծել է։ Սեքսը ստեղծվել է Աստծո կողմից, որոշակի սահմաններում, բայց եթե այն սանձարձակ է, հասցված ծայրահեղության, այն կործանում է հենց այն, ինչ պոռնոգրաֆիան խոստանում է խթանել։ Պոռնոգրաֆիայի խոստումն այն է, որ դուք կթարմացնեք ձեր հարաբերությունները, կսովորեք սա, կսովորեք նա, բայց միակ բանը, որ դուք ստանում եք, դրա վերջում ամուսնական սառնությունն է։ Իմպոտենցիան, իրական կնոջ հետ հարաբերվելու անկարողությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր սանձարձակ ցանկություն սպանում է իր տիրոջը, եւ դա միայն պոռնոգրաֆիան չէ։ Եթե խոսենք ամենահիմնական մարդկային ցանկության՝ ուտելիքի ցանկության մասին, դուք մեծ ախորժակ ունեք։ Նստում եք սեղանի շուրջ և դուք չեք կարողանում դադարեցնել ուտելը։ Ուտելիքը շատ համեղ է։ Ուտում եք, ուտում և ուտում։ Ո՞րն է սրա արդյունքը։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ո՞րն է արդյունքը։ Եթե չվերահսկեք ձեր ախորժակը, դուք կգիրանաք, կդառնաք կեր, կզարգանան հիվանդություններ և շուտ կմահանաք։ Այնպես որ սա միայն սեռական ցանկությունը չէ, միայն ուտելիքի ցանկությունը չէ։ Եթե դուք ցանկանում եք որևէ բան, որը դուրս գալով իր սահմանից, իր հավասարակշռությունից, չունի արգելակ, դա կշրջվի ձեր դեմ։ Եթե ունեք, օրինակ, սանձարձակ ցանկություն հարստանալու, սանձարձակ ցանկություն փող աշխատելու, Աստվածաշունչն ասում է, որ նրանք, ովքեր ուզում են հարստանալ, ընկնում են որոգայթների մեջ։ Գրված է. նրանք, ովքեր ուզում են հարստանալ, ընկնում են որոգայթների մեջ։ Ինչու՞։ Որովհետև հարստության ցանկությունը, փողի ցանկությունը ձեզ կստիպի ընկնել խաբեության մեջ, որովհետև դուք հավատացիք հեշտ փողի խաբեությանը։ Դուք հավատացիք, որ կարող եք հարստանալ առանց աշխատելու։ Ինչ-որ մեկը ձեզ մի հրաշալի պատմություն պատմեց, դուք հավատացիք դրան և ընկաք փոսը։ Դուք կորցրեցիք ձեր փողերը, կամ դուք կընկնեք խաբեության մեջ, կամ ինքներդ կդառնաք խաբեբա։ Դուք կսկսեք խաբել մարդկանց, որովհետև փող աշխատելու ձեր ցանկությունն այնքան մեծ է, որ դուք չեք կարողանում սպասել աշխատանքի բնական արդյունքին։ Ձեր տագնապը հարստանալու համար այնքան մեծ է, որ դուք չեք կարողանում սպասել աշխատանքին։ Իրերի բնական աճին։ Դուք ուզում եք դա արագ։
իսկ որպիսի արագաճեք, պետք է խաբեք մարդկանց։ Այսինքն, հարստանալու ձեր ցանկությունը ձեզ կստիպի փախչել ոստիկանությունից։ Այն ձեզ կստիպի փախչել ոստիկանությունից։ Այն ձեզ կստիպի թաքնվել մարդկանցից։ Շուտով դուք ստիպված կլինեք փոխել ձեր հասցեն, անունը, քաղաքը, որովհետև մարդիկ ձեր հետևից են խոսում։ Դուք ազատություն չեք ունենա։ Այդ ամենը վայրի ցանկության պատճառով։ Մենք չգիտենք ինչպես ճիշտ ցանկանալ։ Մեր ցանկությունները մեր դեմ են։ Մենք չգիտենք ինչպես ցանկանալ, որովհետև մեր ցանկությունը աղտոտված է մեղքով։ Այն վարակված է մեղքով։ Այսպիսով, այնինչ մենք կարծում ենք, թե լավագույնն է մեզ համար, մենք համոզված ենք, որ դա լավագույնն է, երբ գործում ենք ըստ դրա, ավելի ուշ այն դառնում է թույն մեզ համար։ Ահա թե ինչու մեր անվտանգությունը մեր կյանքը Աստծուն հանձնելու մեջ է։ Ոչ թե մեր կյանքն անելը, այլ անելը Աստծո կամքը։ Այսպիսով, եթե ես պետք է կանգնեցնեմ իմ ցանկությունները, եթե իմ ցանկությունները պետք է կանգնեցվեն, որպեսզի ես կարողանամ վերահսկել իմ կյանքը, որպեսզի չհայտնվեմ աղետի մեջ, ապագայում իմ կյանքի վթարի մեջ։ Որոնք են այդ կանգառները։ Ինչ է ինձ պետք։ Ինչ ունեմ ես իմ ցանկությունները կանգնեցնելու համար։ Եթե ցանկությունները այստեղ են, լինի դա կանանց նկատմամբ, լինի փողի նկատմամբ, լինի ինչ ուզում է, լինի դա ցանկություն անկողնում մնալու և չաշխատելու, անկողնում հանգստանալու, ոչինչ չանելու, հեռուստացույց դիտելու, ամբողջ օրը հեռախոսով խոսելու, կամ տղամարդկանց հետ լինելու համար։ Դա մի ցանկություն է, որն ունի մարմինը։ Ծուլությունը, անգործությունը, անվերջ ժամանցը։ Ինչ անել այս ցանկությունների հետ, որոնք այնքան բնական են և այնքան ուժեղ ու կործանարար մեր կյանքի համար։ Որոնք են կանգառները։ Ես ձեզ կտամ 3 կանգառ։ Այսինքն արգելակ։ Աստծո խոսքն ասում է. թերևս գլխավոր արգելակը կոչվում է Աստծո երկյուղը։ Նա, ով վախենում է Աստծուց, հեռանում է չարից։ Այսպիսով, եթե ես երկյուղ ունեմ Աստծո հանդեպ, անկախ նրանից ես հնարավորություն ունեմ նայելու մի կնոջ և ոչ ոք չկասկածի, որ ես ցանկանում եմ նրան, թե լինեմ տանը մենակ, իմ հեռախոսով, և տեսնեմ այնտեղ ինչ ուզում եմ, հետո ջնջեմ հետքերը ու ոչ ոք չիմանա։ Եթե ես Աստծո երկյուղն ունեմ, ես գիտեմ, որ Աստված նայում է։ Ես չեմ կարող փախչել Աստծուց, և ես չեմ կարող փախչել 3 անձից՝ Աստծուց, սատանայից և ինքս ինձնից։ Այսպիսով, ես երբեք միայնակ չեմ։ Մի մոռացեք դա։ Դուք երբեք մենակ չեք։ Դուք ունեք ձեր գիտակցությունը։ Դուք գիտեք ով եք դուք։ Դուք չեք կարող փախչել ինքներդ ձեզնից։ Դուք ունեք Աստծուն և ունեք սատանային, մեղադրողին, ով պատրաստ է մեղադրել ձեզ։ Այսպիսով, եթե դուք ունեք Աստծո երկյուղը, ինչը նշանակում է ոչ թե սարսափ, այլ հարգանք Աստծո հանդեպ, ինչպես դուք ունեք հարգանքի չափաբաժին այլ մարդկանց հանդեպ, դուք արդեն ունեք վախի որոշակի չափ այլ մարդկանց հանդեպ։ Դուք որոշ բաներ չեք անում ձեր կնոջ ներկայությամբ, ձեր հոր ներկայությամբ, ձեր տնօրենի ներկայությամբ։ Դուք այստեղ, ներսում, ձեզ պահում եք որոշակի ձևով, որովհետև գիտեք, գտնվում եք սուրբ միջավայրում, տաճարային միջավայրում։ Այսպիսով, դուք ունեք որոշակի վարքագիծ, որն այստեղ տարբերվում է նրանից, ինչ դուք գուցե կանեիք դրսում։ Այսինքն դուք արդեն ունեք որոշակի հարգանք, դուք գիտեք ինչպես հարգել։ Դուք գիտեք։ Դուք պարզապես կարիք ունեք զարգացնելու և տեղափոխելու այս երկյուղը դեպի Աստված։ Այն, ինչ դուք կարող եք կրել որպես հետևանք ձեր մեղքին, ձեր մարմնին թույլ տալով տիրել ձեզ,
Ձեր հոգու կորուստն է ողջ հավերժության համար։ Մենք պետք է լինենք վախկոտ մեղքի հանդեպ։ Մենք պետք է լինենք երկյուղած մեղքի հանդեպ։ Քաջ հնազանդվելու Աստծո խոսքին, բայց երկյուղած մեղք գործելու հարցում։ Այսպիսով, առաջին արգելակը Աստծո երկյուղն է։ Աստծո երկյուղը գործնականում ձեզ տանում է երկրորդ արգելակին, որն է սովորել ասել ոչ։ Ես սա չեմ ուզում, ես դա չեմ ուզում։ Ես չեմ խառնվում այսպիսի բաների մեջ, ես դա չեմ անում։ Ես այդպիսի մարդ չեմ։ Այն բազմաթիվ ոչերը, որոնք դուք պետք է ասեք գայթակղություններին։ Երբ դուք տանն եք և սովորական աշխատանք եք կատարում համակարգչով կամ հեռախոսով, հանկարծ մի գովազդ է հայտնվում այնտեղ։ Մի տեսանյութ է հայտնվում, որից ձեր աչքերը փայլում են, և դուք ուզում եք սեղմել, դուք ուզում եք մտնել, բայց այդ պահին դուք պետք է ասեք. ոչ, դուրս եկեք։ Դուք կտրում եք դա ձեր կյանքից։ Ինչու՞։ Որովհետև դա մի արգելակ է, որը դուք դնում եք ինքներդ ձեր վրա, ձեր աչքերի վրա։ Դուք չեք վստահում ինքներդ ձեզ։ Դուք գիտեք, որ անիծված է այն մարդը, ով վստահում է մարդուն։ Եվ դուք չեք կարող վստահել ինքներդ ձեզ։ Դուք պետք է վստահեք միայն Աստծուն։ Դուք չեք կարող վստահել ինքներդ ձեզ։ Այնպես որ դուք ասում եք ոչ դրան։ Հեռացրեք դա ձեր կյանքից։ Այն ամենը, ինչ տեսնում եք, որ վնասում է ձեզ, դուք ասում եք ոչ և կտրում եք։ Ձեր հեռախոսի վրա կա մի հավելված, որն ունի բաներ, որոնք դուք չպետք է տեսնեք։ Ուրեմն կտրեք դա։ Եթե սոցիալական ցանցը խանգարում է, կտրեք դա։ Մարդկանց, որոնց դուք հետևում եք, և նրանց հրապարակած տեսանյութերն ու նկարները ձեզ վրա լավ չեն անդրադառնում, կտրեք նրանց։ Եթե ստիպված եք դուրս գալ սոցիալական ցանցից ամբողջությամբ, դուրս եկեք։ Ինչու՞։ Որովհետև գիտեք, որ ամենակարևորը ձեր խաղաղությունն է։ Դուք այդպես վերահսկում եք ինքներդ ձեզ։ Այսպիսով, ո՞րն է այն արգելակը, որ պետք է օգտագործեք։ Դուք գիտեք։ Որտեղ եք կորցնում վերահսկողությունը։ Որտեղ եք դուրս գալիս ռելսերից։ Դուրս գալիս գծից։ Դուրս գալիս այնտեղից, որտեղ պետք է լինեիք։ Ո՞րն է այն արգելակը, որ պետք է տաք ինքներդ ձեզ։ Որքան շատ ոչեր սովորեք ասել ինքներդ ձեզ, այն բաներին, որոնք ձեզ շեղում են ճիշտ ճանապարհից, այնքան ավելի շատ հաջողություն կունենաք։ Սա կարգապահության հիմնական կանոններից մեկն է՝ իմանալ, թե ինչպես ասել ոչ ինքներդ ձեզ։ Այսպիսով, վախեցեք Աստծուց։ Ասեք ոչ շատ անգամներ, և երրորդ ու վերջին կետը՝ դուք ունեք Նրան, ով տալիս է տիրապետումը սեփական անձին, այսինքն Սուրբ Հոգուն։ Եթե ուզում եք զսպել ինքներդ ձեզ, ապա կարող եք ձգտել ունենալ Աստծո երկյուղը։ Կարող եք շատ անգամներ ոչ ասել, բայց եթե չունեք Սուրբ Հոգուն ձեր մեջ, որն առաջնորդում է ձեզ, ուղղորդում ձեզ, արտադրելով պտուղը, որը կոչվում է ինքնատիրապետում, որը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է, եթե դա չունեք ձեր մեջ, նրա հոգուն, ապա դուք դա կկարողանաք անել միայն որոշ ժամանակով։ Դուք դա կկարողանաք անել միայն երբեմն, իսկ որոշ ժամանակ անց կընկնեք։ Բայց Սուրբ Հոգով դուք կկարողանաք ունենալ ինքնատիրապետում բնական կերպով։ Հիշեք, եթե դուք մի մարդ եք, որ կարողանում եք պահել Աստծո երկյուղը, կարողանում եք ասել ոչ ինքներդ ձեզ, դա այն պատճառով չէ, որ դուք նույն մարդն եք մնացել և պարզապես դարձել եք ուժեղ, կամ որ դուք լավն եք։ Ոչ, պատճառն այն է, որ դուք ունեք Սուրբ Հոգուն, որն առաջնորդում է ձեզ, և դուք հնազանդվել եք Սուրբ Հոգու ձայնին։ Սուրբ Հոգին չի խանգարում որևէ մեկին ընկնել մեղքի մեջ, բայց նա ցույց է տալիս ճանապարհը և ձեզ տալիս է պայմաններ դիմադրելու համար։
Դուք դեռ պետք է հնազանդվեք, բայց նա ձեզ տալիս է պայմաններ դա անելու համար։ Դուք պետք է փնտրեք Սուրբ Հոգուն, դուք պետք է ունենաք Սուրբ Հոգուն, որպեսզի տիրապետեք ինքներդ ձեզ։ Իսկ եթե դուք չեք կարողանում տիրապետել ինքներդ ձեզ եւ բազմիցս անգամներ կրկնում եք նույն մեղքը, դա նշանակում է, որ դուք չունեք Սուրբ Հոգուն։ Եվ այդ ժամանակ դուք իսկապես կհասկանաք, թե ինչ է նշանակում լինել տղամարդ, որոնք են այն բաները, որոնք ձեզ դարձնում են իսկական տղամարդ։ Մի ընկեք այս լաբիրինթոսի մեջ, որ տղամարդիկ ասում են։ Բոլորն էլ տեսնում են։ Սա տղամարդկային բան է, նորմալ է։ Ոչ։ Տիրապետեք ինքներդ ձեզ։ Սա է տղամարդկային բանը։ Ուզում եք տեսնել իսկական տղամարդու։ Նա վերահսկում է ինքն իրեն։ Նա վերահսկում է իրեն կնոջ նկատմամբ։ Իրական տղամարդը վերահսկում է իրեն փողի նկատմամբ։ Նա վերահսկում է իրեն իր ծուլության, իր հոգնածության, իր հակումների նկատմամբ։ Նա մի մարդ է, ով վերահսկում է ինքն իրեն։ Սա է իրական տղամարդը։ Մի տղամարդ, ով տիրապետում է իրեն, ինչը գլխավոր հատկանիշն էր, որ Աստված դրեց տղամարդու վրա։ Երբ նա ստեղծեց նրան, նա ասաց. «Դու կտիրես ամեն ինչին, կտիրես երկնքին, կտիրես երկրին և ջրերին։ Դու կտիրես ամեն ինչին, ներառյալ ինքդ քեզ։ Տիրապետիր ինքդ քեզ։ Սա է տղամարդկային բանը»։ Իսկ պոռնոգրաֆիան թույլ մարդկանց համար է։